Ազգային անվտանգության ծառայության շենքը հրկիզելու գործով ձերբակալված անձին տանում են դատարան խափանմամիջոց հարցը լուծելու։ Արմնու լրատվականին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը միջնորդել է վերոնշան անձին կալանավորելու հետ կապված։ Տեսնենք ինչ որոշում կկայացնի դատարանը։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից Արմնու լրատվականին պաշտոնապես հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 307 հոդվածի առաջին մասով։ Ահաբեկչություն, պայթուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արար կատարելը կամ դրա իրական սպառնալիքը կամ շինություն կամ սպարտային հաղորդակցության կամ կապի միջոց այլ հաղորդակցության ուղի զավթելը կամ պահելը, զուգորդված քաղաքացիական անձին կամ զինված ընդհանրման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձին կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է բնակչությանը կամ դրա առանձին խմբին ահաբեկելը, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, հանրային իշխանության ներկայացուցչին, պետական կամ հանրային ծառայողին կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ այլ կազմակերպությունում ծառայող անձին որևէ արար կատարելուն կամ հանցավորի այլ պահանջը կատարելուն հարկադրելը, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ահաբեկչություն համարվող ցանկացած այլ արարք պատժվում է ազատազրկման 8-ից 12 տարի ժամկետով։ Մարտի 6-ին ազգային անվտանգության ծառայության շենքի վրա վարվող առարկաներ ներելու կասկածանքով ձերբակալվել էր մեկ անձ։ Արմնու լրատվականին հայտնի է դարձել, թե ձերբակալված անձը կոնկրետ ինչ է նետել ազգային անվտանգության ծառայության շենքի վրա ու ցանկացել հրկիզել ԱԱԾ շենքը։ Մասնավորապես ձերբակալված անձը նետել է շենքի վրա մոլոտովի կոկտեյլ, հայտնի է նաև որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ կամ պարզապես մոլոտով։ Անվանումն օգտագործում է մի շարք ինքնաշեն հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի համար։ Քաղաքացին ձերբակալված է, այժմ նրան տանում են դատարան խափանմամիջոցի հարցը լուծելու համար։ Իդեպ մեզ հայտնի դարձավ, ըստ նախնական տեղեկությունների, ձերբակալված անձը որոշակի առողջական խնդիրներ ունի։ Հետևենք նախաքննության ընթացքին։ Մանրամասներ գործով կներկայացնենք նաև քիչ անց։